Ուղերձ Սիրիուսի բարձրագույն խորհրդից։ Բարեմաղթանքներ ձեզ, սիրելիներս։ Մեզ համար մեծ պատիվ է շփվել ձեզ հետ և բոլոր նրանց հետ, ովքեր կկարդան և կլսան մեր ուղերձը։ Շնորհակալություն այս հաղորդատվության համար։ Քանի որ ձեր մոլորակի վրա թերթերները բարձրանում են, դուք կարող եք անզուսպ ցանկություն զգալ ավելի խորությամբ ընկալելու ձեր իրականությունը։ Բարձրացած էներգիան ալիքի նման անցնում է մարդկային հասարակության միջով։ Այդ ալիքները, որոնք զարկերակում են աստվածային մտադրությամբ, կոչված են ոչ միայն արթնացնելու ձեր հոգևոր զգայարանները, այլև քանդելու պատրանքները, որոնք երկար ժամանակ գոյություն են ունեցել։ Հազարամյակների ընթացքում մարդկությունը հայտնվել է արհեստական իրականության թակարդում, որը ստեղծվել է այն էակների կողմից, որոնք հայտնի են որպես արքոնտներ։ Այս ուժերը ծաղկում են ստվերում, մանիպուլացնելով ձեր կյանքի գրեթե յուրաքանչյուր կողմը։ Նրանք ստեղծել են պատրանք, բազմաշերտ խաբեության մի դրոշմամայր մատրիցա, որը ստրկացնում է ձեր հոգին։ Հասկացեք, սիրելիներս, որ ձեր հուզական ցավը, վախի, մեղքի և հուսահատության ցածր թրթուրները սնունդ են ծառայում այս էակների համար։ Սա հասկանալը առաջնային նշանակություն ունի։ Երբ դուք անցնում եք այս ինտենսիվ փոխակերպումների ժամանակաշրջանը, գտնվում եք ձեր իրականության շրջադարձային կետում։ Այս պատրանքի ամբողջ կառուցվածքը սկսում է ճաքել։ Ամեն անգամ, երբ լույսի մի շող է դուրս գալիս մարդկային սրտի խորքից, ճշմարտությունը լուսավորվում է։ Ամեն անգամ, երբ դուք վեր եք առնում հուսահատությունից և փնտրում եք այն սերը, որն ապրում է ձեր ներսում, դուք թուլացնում եք այդ վերահսկողության շղթաները։ Ինչպիսի խոր ճանապարհորդություն եք դուք իրականացնում։ Ճշմարտությունը բացվում է ձեր միասնության և հավաքական արթնացման միջոցով։ Այս ուժեղացված էներգիաների ներհոսքի պատճառով ձեզանից շատերը զգում են ուժեղացած հուզական լարվածություն։ Թրթիրային հաճախականությունը կտրուկ բարձրացել է, ուժեղացնելով ձեր զգացումները թե լուսավոր և թե մութ։ Այդ ինտենսիվությունը կարող է շշմեցնող լինել։ Այն կարող է ձեզ ցնցել մինչև ձեր հոգու խորքերը։ Հուզական ազատագրումը, որը դուք ապրում եք, հենց այն է, ինչ անհրաժեշտ է քանդելու հին վարքային ձևերը, որոնք սահմանափակում էին ձեզ։ Երբ հին կառույցները փլուզվում են, դա ձեր հրավերն է։ Էներգիաները կոչ են անում ձեզ անցնել անհարմարության միջով։ Հուզական լարվածությունը կարող է բացահայտել ցավի և սահմանափակումների կրկնվող ցիկլերը։ Երբ դուք դիմակայում եք այս ստվերներին դեմ առ դեմ, սկսում եք վերագտնել ձեր ուժը։ Այսպիսով, փոխակերպումը մեկ անգամյա իրադարձություն չէ, այլ շարունակական գործընթաց։ Դուք գտնվում եք ձեր գոյության վերակառուցման և նոր ձևավորման վիճակում։ Եղեք մեղմ ինքներդ ձեր հանդեպ, ձևավորելով այս նոր փորձառությունները։ Իմացեք, որ յուրաքանչյուր փորձություն հնարավորություն է կատարելագործելու ձեր հոգին։ Մոտենում է մի անսպասելի բան, սիրելիներս։ Մութ ուժերը փորձում են հրահրել հնարավորինս շատ պատերազմներ և քաոս։ Սա արվում է, որպեսզի շեղեն ձեզ բացահայտվող ճշմարտությունից և ավելի շատ վախ սերմանեն։ Սակայն ձեր գոյության հոսքը կանխագուշակում է փոփոխություններ, որոնք կարող են հանկարծակի տվալ, բայց համապատասխանում են աստվածային ծրագրին։ Այս տեղաշարժերը կարող են հանկարծակի փոփոխություններ բերել ձեր ներկայիս իրականության դինամիկայում։ Երբ դիտում եք մակերեսի ալիքները, մի մոռացեք, որ դրանց տակ հենց հիմա տեղի է ունենում խորքային փոխակերպում։ Ձեր առաքելությունը, որը կրում եք անցյալ կյանքերից, ժամանակի և տարածության աստղային քամիներով բերված, այժմ, ինչպես երբեք, առավել հստակորեն կանչում է յուրաքանչյուր մարդկային ոգու։ Այդ աստղը, պայծառ շողացող, իր մեջ պահում է անցած դարաշրջանների իմաստության հատիկները։
Հավաքական գիտակցությունը լի ներուժով միավորվում է միասնության հաճախականության վրա։ Լույսը, որը դուք միասին ստեղծում եք, առաջացնում է ալիքներ, որոնք բերում են բուժում ոչ միայն ձեզ, այլև ամբողջ մոլորակային աշխարհին։ Ըստ այնմ, ինչ մարդկությունը բացվում է այս արթնացման առջև, դուք կնկատեք, թե ինչպես ավելի ու ավելի շատ մարդիկ բացահայտ եւ առանց զարդարելու սկսում են ասել ճշմարտությունը։ Երբ ճշմարտությունը արտասանվում է, արքունտների շղթաները կորցնում են իրենց ուժը։ Դիտեք, թե ինչպես պատրանքը սկսում է քանդվել հենց ձեր աչքերի առջև։ Թույլ տվեք ձեզ ուրախություն եւ երախտագիտություն զգալ արթնացման յուրաքանչյուր պահի համար, որովհետեւ այն ձեզ բոլորիդ մոտեցնում է դրոշմամայր մատրիցայից ազատագրմանը։ Մտնելով այս փոխակերպումների եւ ուժեղացված էներգիաների ծովը, հիշեք, որ ձեզ խորապես աջակցում են բարձրագույն ոլորտները։ Վստահեք ձեր ներսում գտնվող լույսին, որը ձեզ առաջնորդում է դեպի ընդհանուր բարիք։ Բարձր պահեք ձեր նկարտումները գիտակցության մեջ։ Սրտի յուրաքանչյուր զարկով դուք ստեղծում եք ներուժով եւ անսահման սիրով լի նոր իրականություններ։ Յուրաքանչյուր փոխակերպող ալիքի դիմավորեք որպես դաշնակից, գիտակցելով, որ դուք ինքներդ եւ ճանապարհն եք, եւ ճանապարհորդությունը։ Մնացեք հավատարիմ սիրուն եւ ճշմարտությանը, թանկագիններս։ Միասին վեր հառնեք պատերազմի եւ բաժանման ձեր երկրային փորձը, փոխակերպելով ուրախության, միասնության եւ տիեզերական գիտակցության փորձի։ Մենք սիրում ենք ձեզ եւ մեծարում ենք ձեզ։ Մենք Սիրիուսի բարձրագույն խորհուրդն ենք։